Հարգելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ։ Քո իրավունք հաղորդաշարի այսօրվա թողարկումը վերաբերում է ձեր կողմից ներկայացված հարցերին։ Անցնենք հարցերին։ Արդյոք հայտարարագրման ժամկետը երկարաձգվել է։ Եվ եթե ես որպես քաղաքացի չներկայացնեմ հայտարարագիր, ինչ պատասխանատվության կենթարկվեմ։ Այո, հարգելի քաղաքացիներ, հայտարարագրման ժամկետը երկարացվել է մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը։ Եթե դուք մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը չներկայացնեք հայտարարագիր, դրա համար նախատեսված է պատասխանատվություն։ Սկզբից ձեզ նկատմամբ կկիրառվի նախազգուշացում վարչական տույժը։ Եթե վարչական տույժը կիրառելուց հետո 30 օրվա ընթացքում դուք չեք ներկայացնում տարեկան եկամուտների հայտարարագիր, ապա ձեր նկատմամբ կկիրառվի 50,000 ՀՀ դրամի չափով տուգանք։ Եվ եթե այդ որոշումից 1 ամիս հետո դուք կրկին չեք ներկայացնում տարեկան եկամուտների հայտարարագիր, ապա սահմանված տուգանքի չափը կրկնապատկվում է։ Ինչ է իրենից ներկայացնում պարտավորության մեջ պարտատիրոջ պահանջի զիջումը։ Պարտավորության մեջ պարտատերը իրավունք ունի իր պահանջը զիջել այլ անձի։ Եթե դա չի հակասում օրենքին, այլ իրավական ակտերին, ինչպես նաև պայմանագրին։ Ընդ որում պարտապանի համաձայնությունը չի պահանջվում։ Պարտապանի համաձայնությունը պահանջվում է այն դեպքերում, երբ պարտապանի համար էական նշանակություն ունի պարտավորության մեջ պարտատիրոջ անձը։ Եթե իմ ամուսինը սեփականություն չունի եւ մահացել է, սակայն ես զաքսավորված եմ նրա հետ եւ ապրում եմ նրա ծնողների տանը, կարող եմ ես հավակնել նրա ծնողների գույքին։ Հարգելի քաղաքացիներ, դուք կարող եք ժառանգել միայն ժառանգության զանգվածի մեջ առկա գույքը։ Եթե ձեր ամուսինը ժառանգության զանգված չունի, այն է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք չունի, ապա ոչ դուք չեք կարող ժառանգել այդ գույքը։ Որ պահից սկսած կարող եմ պարտապանից պահանջել տոկոսներ։ Եթե դուք ունեք պարտավորություն եւ պարտապան այդ պարտավորությունը չի կատարում, ապա քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն դուք նրանից կարող եք պահանջել տոկոսներ։ Կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման պահը։ Ընդ որում տոկոսները չեն կարող գերազանցել կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային դրույքաչափի կրկնապատիկը։ Բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափը 12% է, կրկնապատիկը 24% է։ Այն է, տոկոսները չեն կարող գերազանցել 24%-ը։ Որ դեպքում հաշվանցը կիրառելի չէ։ Հաշվանցը կիրառելի չէ հետևյալ պահանջների դեպքում։ Եթե պահանջը կապված է ալիմենտի բռնագանձման հետ, եթե այն կապված է որևէ մեկի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հետ, եւ եթե պահանջի վերաբերյալ մյուս կողմը ցանկանում է, որպեսզի կիրառվի հայցային վաղեմություն։ Արդյոք պարտքի ներումը ինձ ազատում է պարտավորությունից։ Այո, հարգելի քաղաքացի, պարտքի ներումը ձեզ ազատում է պարտավորությունից, եթե դա չի խախտում պարտատիրոջ գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող այլ անձանց իրավունքները։ Երբ է պայմանագիրը մտնում ուժի մեջ։ Պայմանագիրը ուժի մեջ է մտնում կողմերի կողմից դրա հաստատման, կնքման պահից։ Սակայն պայմանագրով կողմերը կարող են սահմանել, որ պայմանագրի պայմանները կիրառում են մինչև պայմանագրի կնքումը կողմերի միջև ծագած հարաբերությունների նկատմամբ։ Ընդ որում, պայմանագրով կարող է նախատեսվել, որ պայմանագրի ժամկետի ավարտը հանգեցնում է պարտավորության դադարման։ Եթե այդպիսի պայման չկա, ապա պայմանագիրը շարունակում է գործել մինչև կողմերի պարտավորությունների կատարումը։ Ինչ է իրենից ներկայացնում նախնական պայմանագիրը։ Կողմերը կարող են կնքել նախնական պայմանագիր, որում նախատեսեն, որ պարտավորվում են հետագայում գույք հանձնելու, աշխատանք կատարելու կամ ծառայություն մատուցելու վերաբերյալ կնքել հիմնական պայմանագիր։ Ընդ որում, նախնական պայմանագիրը կնքվում է հիմնական պայմանագրի ձևով։ Եթե հիմնական պայմանագրի համար նախատեսված է գրավոր ձև, ապա նախնական պայմանագիրը նույնպես կնքվում է գրավոր ձևով։ Նախնական պայմանագիրը կնքելուց հետո
Կողմերը պարտավորվում են կնքել հիմնական պայմանագիրը, ընդ որում նախնական պայմանագրում հիմնականում սահմանվում է այն ժամկետը, որի շրջանակներում կողմերը պետք է կնքեն հիմնական պայմանագիր։ Եթե այդպիսի ժամկետ սահմանված չէ, ապա հիմնական պայմանագիրը կնքվում է նախնական պայմանագրի կնքումից 1 տարի հետո։ Ընդ որում, նախնական պայմանագիրը պետք է լինի այնպիսին, որ դրանից հստակ պարզ լինի հիմնական պայմանագրի առարկան, ինչպես նաև հիմնական պայմանագրի էական պայմանները։ Այսօրվա համար այսքանը, սիրելի հայրենակիցներ, ներկայացրեք ձեր հարցերը և մենք սիրով կպատասխանենք դրանց։ Խաղաղություն բոլորիս։